Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը։ Պարոն Մաթևոսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, ես արդեն պայմանավորվածություն ունեմ, գնալու եմ Մոսկվա, հանդիպեմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, հետո ասում էր կգնամ ԵԱՏՄ, փաստերը կդնեմ սեղանին, կնայեմ նրանց աչքերի մեջ եւ կասեմ այն ամենը, ինչ մտածում եմ։ Ընտրությունները անցավ, հիմա երբ որ հարցնում են գնալու ես թե չէ, ասում է դե կգնամ։ Չի ասում չէ։ Ի վերջո Ռուսաստանում ցանկանում են տեսնել Նիկոլ Փաշինյանին այս ամեն ինչից հետո եւ արդյոք ԵԱՏՄ-ում ցանկանում են Նիկոլ Փաշինյանին կանչել եւ լսել նրա հակափաստարկները։ Եկեք փորձենք ոչ թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների խոսքերի վրա հիմնվել, այլ փորձենք վերլուծենք ինչ է կատարվել այս ամբողջ ընթացքում։ Ռուզան, եթե չեմ սխալվում, մենք վերջին անգամ դες հետ այստեղ հանդիպել ենք եվրոպական երկրների գագաթաժողովի նախորդող օրը եւ այդ ժամանակ էլ անդրադարձել ենք հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներին, նաեւ խոսել ենք այն մասին, որ այս գագաթաժողովից հետո այդ հարաբերությունները ել ավելի են սրվելու, դա ուղղակի տրիգեր է լինելու ռուսական կողմի համար նախկինում կայացրած որոշումները արդեն կյանքի կոչել։ Իսկ նախկինում ինչ որոշումներ էին կայացվել։ Ապրիլի 2-ին հրապարակվել է Ալեքսեյ Օվերչուկի հարցազրույցը մանրամասն ոլորտային, որտեղ ներկայացվել էր թե Հայաստանի հետ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու պարագայում Հայաստանը ինչ խնդիրներ է ունենալու։ Այդ հարցազրույցը իդեպ մոտ 1-1.5 ամիս Ռուսաստանի պատասխանատու ոլորտներն են պատրաստել, դա Օվերչուկի խոսքը չէ, դա կոլեկտիվ ռուսական իշխանության մոտեցումն էր։ Տեղի ունեցավ գագաթաժողովը, դրանից հետո Ռուսաստանը սկսեց պատժամիջոցներ մտցնել։ Հայկական տնտեսության դեմ ճիշտ է Նիկոլ Փաշինյանն ասում մի անվանեք դա պատժամիջոց, ու կարող ենք չանվանել, բայց դա դե ֆակտո պատժամիջոց է։ Ինչ էին ասում իշխանությունները ընտրական փուլի ժամանակ։ Բացի Նիկոլ Փաշինյանի հետ հայտարարությունից, որ գնալու են Պուտինի հետ հանդիպեն բոլոր հարցերը պայմանավորվենք, ֆիկտիվ հանրապետական մի հատ նախարար ունենք, ինքը անընդհատ ամենաբարձրը ինքն էր ասում, որ հունիսի 7-ից հետո խնդիրները կարգավորվելու են եւ այլն եւ այդպես շարունակ։ Նկատունեք էկոնոմիկայի նախարարի։ Այո, բայց խնդիրը կայանում էր նրանում, որ Ռուսաստանը ինքը նպատակ չուներ պատժամիջոցները հանել։ Շատ պարզ։ Հենց մայիսին մեր զրույցի ժամանակ էլ խոսել ենք հետեւյալի մասին, որ Ռուսաստանում չեն պատրաստվում ֆինանսավորել մի տնտեսություն, որը միանում է Եվրամիությանը, իսկ Եվրամիությունը դա մի կառույց է, որը պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի։ Հիմա բառացիորեն այս մոտեցումը որդեգրվել է Ռուսաստանի իշխանությունների կողմից, բայց այս ամեն ինչը որդեգրվել է ոչ թե այն պատճառով, որ մենք չգիտեմ, որ ինսայդերական տեղեկատվության ենք տիրապետում եւ դա հրապարակայնացնում ենք, այլ որովհետեւ դա տրամաբանական է։ Եվ շատ բաց է ամեն ինչը։ Միանշանակ։ Ու այստեղ ինչն է կարևոր, ես ինչի եմ բոլոր հնարավոր հրապարակային ելույթների ժամանակ Ալեքսեյ Օվերչուկի գործոնը առաջ բերում, որովհետև դա այն մարդն է, ով պատասխանատու է մեր եւ Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների ներկայիս մոդելի համար, այսինքն ամենակարևորը տնտեսությունն է, այդ ռեէքսպորտն է, քաղաքական առումով էլ այսպես ասած բրախում ենք տարածաշրջանը, ինչ լինում է, թող լինի։ Այս մոտեցումը ինքը պարտվել է ու պատահական չէ, որ հենց Ալեքսեյ Օվերչուկի շուրթերով են հրապարակայնացնում Ռուսաստանի իշխանությունների մոտեցումը, այսինքն դու ես պատասխանատու այս ամեն ինչի համար, դու եւս պետքա պատասխանատվություն կրես։ Բայց Օվերչուկից ավելի բարձր Ռուսաստանի նախագահը խոսեց։ Եվ դա արդեն կարծես թե վերջին կետն է։ Ռուսաստանի նախագահը խոսեց, Օվերչուկը բացեց, եւ մենք տեսնում ենք, որ ընտրություններից հետո այդ բացվածքը այսպես ասած շարունակվում է։ Մեդվեդևի խոսքերը, նախորդին Գալուզինի հարցազրույցով թրիպից միջև Եվրասիական տնտեսական միության անդամակցություն, իրենք այս ամեն ինչը բացում են, ներկայացնում են։ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի իշխանությունների համար ոչ լեգիտիմ քաղաքական ղեկավար է։ Եվ այն հանգամանքը, որ իրենք չեն շնորհավորել իրեն, դրա ամենավառ ապացույցն է, անկախ նրանից ինքը ասում է ես գնալու եմ իրենց աչքերին նայեմ թե չնայեմ, ինքնին այն հանգամանքը, որ մենք հիմա ձեզ զրուցում ենք, ընտրություններից արդեն 3-4 շաբաթ է անցել, Ռուսաստանը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, դա արդեն պաշտոնական հրապարակումից հետո։ Միանշանակ դա խոսում է այն մասին, որ Ռուսաստանի համար ինքը ոչ լեգիտիմ ղեկավար է։ Ու այստեղ եւս Գնայք, բայց դա անհանգստացնում է Նիկոլ Փաշինյանը։ Դուք այս ընթացքում նկատել եք, որ նա անհանգստացած է։ Ռուզան, տեսեք, ինչով է տարբերվում 18 թվականի, 21 թվականի եւ 26 թվականի Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե 18-ին շատ ավելի շատ ձայն ստացավ, շնորհակալություն նախկին իշխանություններին, ամեն ինչ արեցին, որպեսզի նա մաքսիմալ լեգիտիմություն ունենա, նաեւ ընտրությունն էլ, դա միակ ընտրությունն է, որը չի վիճարկվել Սահմանադրական դատարանում եւ այլ կերպ, խոսքը 18 թվականի
ընտրությունների մասին է։ 21 թվականին եւս կար հանրային աջակցություն, անկեղծ լինենք, դա իսկապես կար։ Դրան գումարած կար որոշակի առումով աշխարհակահաղական կոնսենսուս։ 18 թվականին ըստ երևույթին կային որոշակի, չասեմ պայմանավորվածություններ, բայց անկալում, որ այն ինչ Նիկոլ Փաշինյանը հրապարակայինորեն ասում է, այսինքն որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն վերանայվելու, մենք ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ենք ունենալու, հավանաբար այս մոտեցումը Ռուսաստանում ինչ որ փուլի օվերչուկների նաև աջակցությամբ ղեկավարության մոտ ընդունվեց։ 21 թվականին կար հետևյալ կոնստրուկտը, 44 օրյա պատերազմներ եղել, ռուսները խաղապահ ուժեր էին մտցրել Արցախի հանրապետություն, այստեղից բոլոր հնարավոր տարբերակներով երթվում էին, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի է կոչվելու, բոլոր հնարավոր պայմանավորվածությունները կյանքի են կոչվելու, կար նաև թուրքական, ադրբեջանական գործոնը, որոնք եւս ազդում էին նրան, որ Ռուսաստանում այս մոտեցումը լիներ, եւ Նիկոլ Փաշինյանը կարողացավ 21 թվականին վերարտադրվել։ Հիմա իրավիճակը ինչպիսին է։ 50+1 Նիկոլ Փաշինյանը չունի։ Սա, այսպես ասած, բժշկական փաստ է, որը արձանագրվել է այս ընտրություններով, եւ այստեղ քաղաքացիներին միայն շնորհակալություն պետք է ասել, իրենց ակտիվ մասնակցության շնորհիվ, բարձր մասնակցության շնորհիվ Նիկոլ Փաշինյանը 50+1 չունի, այսինքն ինքը ներքին լեգիտիմություն բայց փոխարենն նա Գագիկ Ծառուկյանի ձայներով ունենալու է սպասենք սահմանադրական դատարանի որոշումը։ Այսինքն դուք մտածում եք, որ սահմանադրական ֆորմալ առումով հակառակ ունենա, քան Նիկոլ Փաշինյանը։ Եթե տեսեք նույնիսկ խորհրդան անցած հստակ կուսակցությունները, դաշինքները հայտարարում են սպասենք սահմանադրական դատարանի որոշմանը, եկեք այստեղ մենք եւս այս նույն տրամաբանությամբ շարժվենք, տեսնենք ինչ է լինում վերջում։ Ձայների միգուցե վերահաշվարկ լինի առանձին վերցրած ինչ որ ընտրատեղամասերում վերաքվեարկություն լինի, չգիտեմ, ամեն դեպքում սպասենք, բայց արձանագրենք հետեւյալը. Նիկոլ Փաշինյանը 50+1 չունի երկրի ներսում։ Երկրի դրսում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը չի ընդունում իր լեգիտիմությունը։ Ու այստեղ եւս մի կարևոր նրբել ենք, ոչ միայն Ռուսաստանը չի ընդունում, Չինաստանի շնորհավորանքի մասին լսել եք Ռուզան ընտրություններից։ Այդ կողմից էլ չկա։ Իրանի հոգևոր առաջնորդի կողմից ոչ թե իրանական Նիկոլ Փաշինյանի, այսինքն Մասուդ Փեզեշքիանի, այլ Իրանի հոգևոր առաջնորդի կողմից շնորհավորանք կա, իհարկե չկա։ Այսինքն հետևյալն է պատկերը. երկրի ներսում ինքը ունի լեգիտիմության ահռելի պակաս, նույնիսկ անկախ նրանից թե սահմանադրական դատարանը ինչ որոշում է կայացնել, ԲՀԿ-ն լինելու է ազգային ժողովում թե չի լինելու, արձանագրենք, որ 50+1% քաղաքացիների դեմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Նույնիսկ այն մարդը, որը գնացել է Արամ Սարգսյանին է քվեարկել, ինքը ինչ որ դրդապատճառ ունեցել է, չէ՞ որ այդ քայլին գնացել է։ Մարդով գնացել է Սպայդերմենին է քվեարկել, ինքը եւս չէ՞ ինչ որ դրդապատճառ ունեցել է դա։ Իդեպ նկատեք ուրեմն Արամ Սարգսյանի կուսակցությունը ավելի քան 20 տարվա կուսակցություն է, բայց պարզվում է կարա Սպայդերմենի շորեր հագնես եւ Արամ Սարգսյանի կուսակցությունից ավելի բարձր քվեներ ստանաս, սա էլ նրա մասին թե ինչ վիճակում է Հայաստանի քաղաքական դաշտը եւ այս տեսակ քաղաքական գործիչներին ինչ վերաբերմունք ունի հասարակությունը։ Եթե ձեր խոսքից ենթադրենք, այսինքն Իրան, Չինաստան, Ռուսաստան, սա նշանակում է, որ այս երկրները լուրջ խնդիր են տեսնում Հայաստանի իշխանության հետ կապված հետագա քայլերում։ Միանշանակ ես հասկանում եմ քաղաքացիներին, ես հասկանում եմ շատերի հիասթափությունը, որովհետև շատ մարդիկ իսկապես կարծում են, որ կգնային ընտրության եւ հնարավոր կլներ քաղաքական մենաշնորհը ոչնչացնել միանգամից, բայց այս տակտի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը մենք տեսեք զուտ ելնելով իրենց քարոզչությունից ստացվում է, որ Ռուսաստանը հաղթել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում իրենց քարոզչությունից ելնելով, որովհետև լեգիտիմությունը իր կասկածի տակ է դրված, անկախ նրանից թե սահմանադրական դատարանը ինչա որոշում, այս մարդը 50+1 չունի։ Ռուսաստանը լեգիտիմությունը չի ընդունում, չի շնորհավորում։ Չինաստանը մինչ այս պահը որևիցե կարծիք չի հայտնել, Իրանի Իսլամական Հանրապետությունը որևիցե կարծիք չի հայտնել եւ ամենակարևորը, պատժամիջոցները ռուսական կողմը ինքը չի էլ պատրաստվում վերացնել։ Օրորի ավելանում է։ Ինչի մասին էր խոսում Գալուզինը։ Հիմա մինչև դեկտեմբեր որոշվելու է հարցը Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ սառեցման գործընթացի հետ կապված։ Այսինքն ոչ թե հանում են Հայաստանի ԵԱՏՄ-ից, որովհետև եթե դու հանում ես, դա լրիվ այլ պարտավորություն է։ Օրինակ ինչ էր ասում Գալուզինը, ասում է, եթե Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, դա նշանակում է, որ Հայաստանի տարածքում գործող չգիտեմ երկաթ գիծը եւ դրա մաքսային կարգավորումները պետք է ԵԱՏՄ-ի կանոններին, այսինքն չեն հանում Հայաստանը, որ իշխանություններն այդտեղից ասեն, դե եթե դուք մեզ հանել եք ԵԱՏՄ-ից, ուրեմն կարանք միջանցքները, որ տրամադրենք Ադրբեջանին, Թուրքիային, Ամերիկային Միացյալ Նահանգներին, սառեցված են պահում, այսինքն դու որոշակի առումով իրավական պարտավորություններ դեռ պահպանելու ես։ Էս է կատարվում։ Նիկոլ Փաշինյանը ինքը լուրջ խնդիր ունի լեգիտիմության հետ, բայց
եթե մենք այս ամեն ինչը ձեզ հետ հասկանում ենք, բարձր որ իրենք էլ են այս ամեն ինչը հասկանում եւ Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացները։ Մեդվեդևը խոսեց այդ մասին եւ Կարապետյանի դեմ այս քաղաքական գործընթացները, իրավական գործընթացները, Ռոբերտ Քոչարյանի դեմ այս գործընթացները, իրենք սրանով են պայմանավորված, որ իրենք էլ են ֆիքսել իշխանությունները, որ իրենք այս տակտում քաղաքական եւ աշխարհակաղակական պայքարի իրենք պարտվել են։ Ես կրկին ասեմ։ Իսկ հնարավոր է այդ 3 դերակատարների հետ կապված գործողությունները անուղղակիորեն նաև պատասխանեն նույն Ռուսաստանի հետ կապված քայլերի։ Այսինքն նրանց միջոցով արդյոք Նիկոլ Փաշինյանը փորձում է հարվածել հենց Ռուսաստանին։ Ես դրա համար եմ ասում, այս տակտի շրջանակներում ելնելով Նիկոլ Փաշինյանի քաղաքացիությունից, ես չեմ պնդում, որ Քոչարյանը, Կարապետյանը եւ Ծառուկյանը Ռուսաստանի կողմնակից են այն տրամաբանությամբ, ինչ Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում, բայց այդ իշխանական քարոզչության տրամաբանությամբ իրենք այդ 3 ուժերը կապում են Ռուսաստանի հետ, ինչ ձևի հակաքարոզ ասես արեցին, բայց հասարակության ճնշող մեծամասնությունը, անդիմադիր Հայաստանի ունեցող հասարակության ճնշող մեծամասնությունը գնաց իրենց քվեարկեց։ Պարզապես ակնհայտ է, որ այդ 3 ուժերը ուզում են Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ, ու այստեղ դա միանշանակ է։ Անդիմադիր հասարակության զգալի հատվածը եւս դա ուզում է։ Այստեղ է, որ հարցերի հարցն է, ու Նիկոլ Փաշինյանը պարզը, որ ինքը սրանով եւ հասարակության այդ հատվածին է հարվածում, որոնք կողմ են քվեարկել այս քաղաքական ուժերին, եւ փորձում է ինչ-որ ազդակներ ուղղել Ռուսաստանին, բայց նույն ձեր Մեդվեդևի կողմից առաջ քաշված այդ գնահատականները կապված Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործով խոսում է հետեւյալի մասին, որ Ռուսաստանում սա հասկանում են, անցալում են եւ իրենք իրենց մոտեցումները չեն փոխել, որդեգրել են մի մոտեցում, որը Մեդվեդևը ոնց ձևակերպեց դատելու են Հայաստանի իշխանությունների մասին, ելնելով իրենց գործողություններից։ Հիմա եթե երբ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գա, ես կարծում եմ պատժամիջոցների նոր խմբականական ընդունվելու Հայաստանի Հանրապետության դեմ։ Այսինքն դա հասկացանք, տնտեսապես պատժամիջոցները գնալով ավելանում են, ձեր նշած Պաշտոնյանն էլ եկավ ավելացավ, մինչև ինչքան հեռու կարող է Ռուսաստանը գնալ, որ մենք հասկանանք ի վերջո, մենք մեր կապերով, որը շատ կապված են Ռուսաստանի հետ, թե տնտեսական, թե անվտանգային, ինչ վիճակում կհայտնվենք։ Ուրեմն այս հարցը ինքը չունի պարզ հարց, պարզ պատասխան, բանաձև։ Այստեղ խնդիրը կայանում է հետևյալում, իմ անկալմամբ իշխանությունների մոտեցումը հետևյալն է։ Եթե նախկինում ռուսները ասում էին, որ կուդա вы денетесь без нас, այսպիսի գնահատական իսկապես կար որոշ հատվածում Ռուսաստանի ռազմական, քաղաքական, պետական վերնախավում։ Հիմա իշխանությունները կարծում են հետևել, մենք էլ ձեզ ցույց ենք տալիս, ուզեք չուզեք, հարմարվելու եք մեր քաղաքականությանը, հակառակ դեպքում Հարավային Կովկասից դուրս եք գալու։ Հիմա դուրս են գալու իրենք Հարավային Կովկասից, թե ոչ, սա հարցերի հարցն է, չէ՞։ Վրաստանը Հարավային Կովկասի մաս է, թե ոչ։ Ես կարծում եմ, այո։ Աբխազիան եւս, հա, Հարավային Կովկասի մի մաս է։ Եթե նույնիսկ իրենք այստեղից ֆունդամենտալ առումով դուրս են գալիս, 102 ռազմաբազան դուրս է գալիս, Փաշինյանը պետականացնում է Գազպրոմը եւ այլն եւ այդպես շարունակ, թվում է թե ռուսները դուրս են եկել Հարավային Կովկասից, բայց իրենք ունեն Աբխազիայում, Հարավային Օսիայում ռազմական բազաներ, ծովային ռազմաբազային, իրենք կարծում են, իրենք միևնույն է, մնալու են Հարավային Կովկասում։ Հայաստանի Հանրապետությունն է, որ ունենալու է խնդիրներ անվտանգության առումով։ Ռուսական կողմը իրենց մոտեցումները, մտածելակերպը պայմանավորված է իրենց չափսով եւ իրենց պետության ազդեցությամբ։ Իրենք կարող են հետեւյալ տրամաբանությամբ շարժվել։ Պայմանականորեն հիմա դուրս ենք գալիս կամ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով նահանջում ենք, բայց մենք կարող ենք վերադառնալ։ Այսինքն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ինչ որ բայ կթողնեն, այս տարածաշրջանը երկիրը հետո հետ կվերադառնան։ Ես ասում եմ իշխանությունների տրամաբանությունից, եթե մենք ելնում ենք, իրենք ասում են դուք ուզեք չուզեք, պետք է մեզ հարմարվեք։ Իրենք էլ ասում են դե եթե դուք այդպես եք կարծում, մենք էլ կարող ենք ընդհանրապես դուրս գանք։ Անվտանգությունը այդ ժամանակ Հայաստանի ով է ապահովելու եվրոպացի դիտորդները հեռադիտակներով։ Ես կարծում եմ ոչ ոք սրան լուրջ չի վերաբերվում։ Այ այստեղ ձեզ կհակադարձեն եւ կասեն ինչի միջև այս ինչպես էին ապահովում։ ՀԱՊԿ կհիշացնեն խաղապահների գործոնը։ Ուրեմն իսկ ՀԱՊԿ-ը մինչև 2018-20 թվականին ինքը չէր ապահովում Հայաստանի անվտանգությունը։ Ասում են կարևոր բայ դիմեցին, մեզ մերժեցին։ Քանի անգամ եղել են սրացումներ Հայաստանի, Ադրբեջանի, Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, Նիկոլայ Բորդուժան տես երևի հայաստանյան ամենահայտնի կերպարներից մեկը Հայաստանի հասարակության։ Իրենք մշտապես գնահատականներ են դրա վերաբերյալ եւ ՀԱՊԿ-ը մշտապես կասեցրել է դա։ Սա առաջինը, երկրորդը ՀԱՊԿ-ը առաջին հերթին ինչ է Ռուսաստան։ Ռուսական զորքերը մասնակցել են 22 թվականի իրադարձություններին։ Իրենք տեղակայվել են ջերմուկում։ Այս հարցի պատասխանը թող իշխանության ներկայացուցիչները տան եւ ասեն արդյոք դա ազդել է նրան, որ ռազմական գործողությունները կասեցվել են թե ոչ։ Այստեղ աշխարհակաղակական երևի մոտեցումների եւ ազնվության տարբերության հարց է։ ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը իրենց պարտավորությունները այն չափով, որով այդ պահին հնարավոր էր, իրենք կյանքի են կոչել։
Հետո եկել է ժամանակը, երբ որ արդեն Հայաստանում քննարկում են, թե ՀԱՊԿ-ը ինստիտուցիոնալ առումով էլ ինչ կարող անի։ Նիկոլ Փաշինյանն է մերժել ու այնտեղ ասել է նույնը ՀԱՊԿ-ի մասին, ինչ հիմա ասում է ԵԱՏՄ-ի մասին։ Հիշեցնենք, որ ջերմուկի դեպքերից հետո, երբ որ Հայաստանում Բաղրամյան 26-ում, երբ որ եղավ խորհրդակցությունը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների, երբ որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ-ի առաջարկների ներքո, ինքը ինչ ասում է, եթե դուք չեք ասում, որն է Հայաստանի սահմանը, որն է Ադրբեջանի սահմանը, դա նշանակում է, որ պատասխանատվության գոտի ՀԱՊԿ-ի չկա, եթե պատասխանատվության գոտի ՀԱՊԿ-ի չկա, ուրեմն չկա ՀԱՊԿ։ Հիմա նույնն ինքը ասում է Եվրասիական տնտեսական միության մասին։ Ասում է, այո, ասում է դուք ապացուցեք, դուք կաք, թե չկաք մեր տնտեսական կյանքում։ Ես կարծում եմ շուտով հերթական ճեպազրույցներից մեկի ժամանակ կամ կառավարության նիստերից մեկի ժամանակ ինքը կասի ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ԵԱՏՄ-ից, այլ ԵԱՏՄ-ն է դուրս գալիս Հայաստանից։ Տեսեք, Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ը դադարել է գոյություն ունենալ։ Իհարկե ոչ։ Հայաստանը հիմա սառեցնելու են իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ԵԱՏՄ-ն դադարելու է գոյություն ունենալ։ Իհարկե ոչ։ Բայց այսինքն մի քիչ տարբերություն կա, ինչ առումով, որ ՀԱՊԿ-ի եթե սառեցրել է անգամ անվտանգային այդ խնդիրների հետ կապված դեռևս մենք լուրջ ինչ-որ բաներ չենք բախվել, բայց դեռևս, այո, բայց ԵԱՏՄ-ի հետ կապված մենք ամեն օր ենք բախվում արդեն։ Նիկոլ Փաշինյանը նախ պատրաստ է այդ գինը վճարել, այս առումով ինքը շատ նման է Միխայել Սահակաշվիլին, ինքը պատրաստ է այդ գինը վճարել, եւ երկրորդը ճիշտ եք ասում, այդ խնդիրները կան, այդ խնդիրները լինելու են, շարունակելու են, ավելանալու են։ Հիմա Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալու է, ինչ որ արտոնություններ են տալու հայկական ապրանքներին։ Իհարկե, իրենք տալու են ինչ որ արտոնություններ։ Ինչքանի արտոնություն տան, այդքան հավելի է Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառել։ Հետո տեսեք էլի, ինչ էր խոսվում ընտրություններից առաջ։ 300,000 ադրբեջանցիների Հայաստան տեղափոխվելու մասին ծրագիր, որը մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում այդ ծրագրից չեն հրաժարվել։ Եթե Ուրսուլա ֆոն դեր Լայենը ինքը Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ հայտարարություններ անի, որոնք համեմատելի կլինեն Վլադիմիր Զելենսկու հայտարարությունների հետ, ով այստեղ հաղթանակի շքերթի նկատմամբ սպառնալիքներ էր հնչեցնում, ռուսական կողմը ինքը կարող է որոշում կայացնել ուղիղ նույն տրամաբանությամբ, ոնց իրանք գործում են Վրաստանի դեմ 2008 թվականի այդ հայտնի իրադարձությունից առաջ եւ հետո, իրենք կարող են օրինակ 100-ից 300,000 հայ արտաքսել Ռուսաստանի Դաշնությունից։ Դա ինչի է հանգեցնելու։ Այդ մարդիկ որ գան ստեղ, դու իրանց չես կարող գործով ապահովես, գործազրկությունը ավելանալու է, գնաճը սրանից ելնելով ավելանալու է, հետո դու զրկվելու ես տրանսֆերներից։ Այդ տրանսֆերները, որոնք գալիս են Ռուսաստանից, Ուրսուլա ֆոն դեր Լայենը ինքը չի գալու, չի փոխարինելու քեզ։ Սա առաջինը, երկրորդը, տեսեք, մենք շատ ենք խոսում գյուղմթերքի մասին եւ այլնի մասին, բայց Ռուսաստանի Դաշնության հետ մեր առևտրաշրջանառության մեջ այնպես չէ, որ դա թիվ 1 օղակն է, հա, որով մեր տնտեսությունները իրար հետ կապվում են։ Ռուսաստան բավարար որոշեն, որ տուրիստները այլևս էներգետիկային դեռ կհասնեն, որ որոշեն, որ տուրիստները Հայաստան չպետք է գան։ Երբ որ որոշեն, որ ընդհանրապես դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան սահմանափակվում են, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, եթե իսկապես ուզում է Հայաստանին աջակցի, ինքը տարեկան Հայաստանին, որ գա Երևան, պետք է խոստանա 7-ից 8 միլիարդ դոլար անհատույց աջակցություն։ 7-ից 8 միլիարդ է մեր առևտրաշրջանառությունը Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ։ ԵԱՏՄ-ի հետ ընդհանուր 8 միլիարդ, որից 7 միլիարդը Ռուսաստանի Դաշնության։ Եթե իրենք դա չեն ապահովում, արդյոք այդ գինը, այսպես ձևակերպեմ, Եվրոպան կտա Հայաստանի համար։ Արդյոք Հայաստանը այդքան կարևորված է այս փուլում Եվրոպայի համար։ Մոտ օրերին մենք այս հարցի պատասխանը կունենանք։ Շատ մոտ օրերին։ Բացի դրանից, տեսեք էլի, նաև Հայաստանը ինքը ուկրաինական պատերազմից հետո ինքը ինչու է շահեկան դիրքում հայտնվել։ Դու ԵԱՏՄ անդամ ես, ՀԱՊԿ անդամ ես, Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ես, Ռուսաստանը քո առջև պայման չի դնում, որ դու միանաս պատերազմին ընդդեմ Ուկրաինայի, եւ երկրորդ ինքը քո դեմ պայման չի դնում, որ դու պետքա տնտեսական պատժամիջոցներին Ռուսաստանի ընդդեմ Եվրամիության, որտեղ ռուսներն էլ են պատժամիջոցներ կիրառում, իրենք չեն ասում դուք սրան միացեք։ Եվ մենք սրանից շահում ենք։ Առևտրաշրջանառություն Ռուսաստանից, երբ որ հասել է 13-14 միլիարդի, հենց դրա դրսևորումն է։ Եվրամիության մեր հարգարժան գործընկերները իրանք այլ մոտեցում ունեն։ Ինչ էր ասում Կայա Կալասը Արարատ Միրզոյանը ճեպազրույցի ժամանակ, ասում է Հայաստանը 37%-ով համաձայնեցրել է կամ սինխրոնիզացրել է իր արտաքին քաղաքականությունը Եվրոպական միության հետ, բայց մենք կցանկանենք, որ դա 100%։ Եվ իրենք այստեղ անկեղծ են։ 100%-ը դա նշանակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալ։ Դա նշանակում է, որ այն ռեէքսպորտը, որը Հայաստանով իրականացվում է դեպի Ռուսաստան կամ Ռուսաստանից Հայաստան եւ դեպի Եվրոպա, այլ երկրներ, սա պետք է դադարի։ Իրենք այս գումարը տալու են, թե ոչ։ Այսա հարցերի հարցն է։ Իդեպ ուզում եմ նաև անդրադառնալ Ռուսաստանից տարբեր պաշտոնյաների կողմից այդ
կարմիր թելի պես անցնող մի գիծ, նրանք բարբերաբար հիշեցնում են Ուկրաինայի օրինակը։ Սա, այսինքն, ինչ է նշանակում, այսինքն սա սպառնալիք դիտարկենք, սա նախազգուշացում դիտարկենք, սա հետագա քայլեր դիտարկենք, ինչ է սա։ Սա իրենց տրամաբանության դրսևորումն է։ Իրենք աշխարհը այս տրամաբանությամբ են անցալում։ Օրինակ, իրենք 18 թվականի իրադարձությունները չեն անցալում որպես իշխանահանձնում։ Իրենք անցալում են դա որպես գունավոր հեղափոխություն, ելնելով 18 թվականի իրադարձությունների ձևից, ոչ թե բովանդակություն։ Դա ավելի վատ է իրենց համար, եթե դա մեզ համար է իրականում ավելի վատ, որովհետև եթե իրենք դա այդպես են անցալում, իրենք համապատասխան քայլեր են ձեռնարկելու Հայաստանի Հանրապետության դեմ։ Ես կրկին ասեմ, իրենց ռազմավարական մոտեցումը հետևյալն է. դուք միանում եք Եվրամիությանը, Եվրամիությունը մեր դեմ պատերազմի է նախապատրաստում։ Ով վերջոք ինչ ասում, կա երաշխիք, որ հայերը այսպես պատերազմական բարիկադների հակառակ կողմում չեն հայտնվելու։ Ռուզան շատ չափազանց վտանգ, ես ուղղակի այդ բառերով շատ բարդ է նկարագրել, թե մենք ինչ վտանգավոր իրավիճակում ենք գտնվում, բայց Նիկոլ Փաշինյանը այդ գինը պատրաստ է վճարել։ Իդեպ վերջերս նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նաև Ուկրաինայի հարցով ինչ որ համաժողով Լեհաստանում էր այդ համաժողովը։ Այսպիսի այցեր եւս ինչ որ ազդակներ են տալիս։ Այս այցին ես մի փոքր նաև այլ տեսանկյունից կմոտենայի։ Ես Արցախի գոյության հանգամանքի տեսանկյունից կմոտենայի։ Այդ գագաթնաժողովին Ուկրաինայի վերականգնման, որը լեհական, եթե չեմ սխալվում, Գդանսկում է տեղի ունեցել, մասնակցել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Արցախը Հարավային Կովկասի այս հատվածի ինքը ճարտարապետության, անվտանգային ճարտարապետության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Մենք անկեղծ պետք է լինենք։ Երբ որ կար Արցախը, մենք դրանից օգտվում ենք։ Ստեփանակերտ-Երևան միասնական անվտանգային համակարգ, երկու հայկական պետություն, մեր բնակության արեալը այսպես ասած ընդլայնվել է, բայց Ռուսաստանն էլ է դրանից օգտվում։ Չկա Արցախը, Հայաստանը շարժումը դեպի թուրքական աշխարհ ուղղակի դրել են եվրոպական դրոշն է դրել այդ մեքենաների վրա, որոնք մեզ դեպի թուրքական աշխարհ են տանում, Ադրբեջանն էլ այլևս ստիպված չէ դեպի Մոսկվա նայել իր արտաքին քաղաքականությունը որոշելիս։ Արցախն էր այն կարևոր կետը, որը անվտանգային ճարտարապետությունն էր ստեղծել Ռուսաստանի եւ մեզ համար եւ Իրանի համար իրականում։ Հարավային Կովկասում չկա դա, դրա համար Արմեն Գրիգորյանը Ուկրաինա է վերականգնում, Ջեյհուն Բայրամովը Ուկրաինա է վերականգնում, Ադրբեջանը ընդհանրապես հումանիտար աջակցություն է, մեղմ ասած հումանիտար աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային։ Փոքրիկ Արցախը այսպես հարցեր էր լուծում։ Հիմա այս տարի շատ են խոսում, որ հնարավոր է նաև վերջնական փուլ մտնի ռուս-ուկրաինական պատերազմը եւ ինչ որ մի հանգուցալուծման հասնեն։ Դրանից հետո ձեր կարծիքով Ռուսաստանի դիրքորոշումը քաղաքականությունը դեպի որ ուղղությամբ կպտտվի, որովհետև տպավորությունն էր, որ այդ պատերազմը նրանց որոշ հարցեր այսպես կասեցրել է։ Արդյոք կթեքվի դեպի Հարավային Կովկաս, արդյոք Հայաստանի հետ կապված քաղաքականությունների խիստ հստակեցման։ Արդեն թեքվել է։ Եվ Ալեքսեյ Ավերչուկի, Դմիտրի Մեդվեդևի եւ առաջին հերթին Վլադիմիր Պուտինի գնահատականները իրենք հենց դրա վկայություն են։ Տեսեք, թեքվել է տնտեսապես, ես նկատում եմ քաղաքականապես իրենք հստակ։ Ինքը քաղաքականապես էլ է փոխվել։ Այս մարդիկ եթե չեն շնորհավորում Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու կապակցությամբ, դեռ նոր է սկսվել փաստորեն։ Սա դրա դրսևորումն է։ Ուղղակի տեսեք, էլի մենք ու Ռուսաստանի ու մեր հարաբերությունները, եթե 22 թվականից այս կողմ դիտարկենք, իրենք ինչով են տարբերվում։ Ռուսաստանը 22 թվականից այս կողմ ինքը ստեղծել է պատերազմը սպասարկող ինստիտուտներ, համակարգ, անկախ դրանից թե ինչ խնդիրներ կան տնտեսության դաշտում, չգիտեմ, վառելիքի պակաս կա, չկա, ռազմական առումով Ռուսաստանը թեկուզ եւ դանդաղ ինքը շարունակում է առաջ շարժվել։ Երբ որ դες համակարգը ձևավորվում ես, դու կարողանում ես նաեւ այլ, այսպես ասած, ուղղություններով, այլ ֆրոնտներով աշխատես, եւ իրենք հենց դա իրականացնում են։ Մենք դրա դրսևորումներից ընդամենը մեկն է։ Ինքնին այն հանգամանքը, որ տեսեք, իրենք գնում են ամերիկացիներին, բանակցություններ են վարում Անկորիջում, լավ հասկանալով, որ ամերիկացիները կարող են չպահել պայմանավորվածությունները, բայց իրենք միևնույն է, դա իրականացնում են, գնում են Չինաստանի հետ բանակցություններ են վարում, Իրանի Իսլամական Հանրապետություն, այսինքն մենք տեսնում ենք, որ իրենց արտաքին քաղաքականությունը ինքը ստատիկ չէ։ Իրենք ինչ որ հնարավորություններ են փնտրում, ինչ որ ճանապարհներ են նոր բացում, դա վկայում է հետևելու մասին։ Իրենք ուղղակի ստեղծել են այդ պատերազմը սպասարկող մեքենան եւ զբաղվում են նաեւ արդեն այլ ուղղություններով։ Իրենք արդեն սկսել են դրանով զբաղվել։ Այս ընթացքում հետաքրքիր է, որ այս ռուսական, ինչպես նշեցինք, պատժամիջոցների ֆոնին մենք տեսնում ենք իշխանական քարոզչություն, որտեղ ասվում է հետևյալը. Ռուսաստանը իզգոյ պետություն է դարձել եւ դեպի Ռուսաստան գնացող ցանկացած երկիր, այդ թվում եթե Հայաստանն է ուզում, խնդիր է ունենալու։ Հիմա իզգոյ եթե պետություն է, այս խնդիրները ինչ են ստեղծվել մեր երկրում։
Չինաստանն էլ է իզգոյ օրինակ պետություն, որ ինքը Ռուսաստանի հետ համագործակցությունը շարունակում է սերտացնել։ Սա քարոզչական թեզեր են, որոնք իրականության հետ ուղիղ այնքան աղերսում են, որքան ֆիկտիվ հանրապետականի պնդումները, որ հունիսի 7-ից հետո Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններ կարգավորվելու են, եթե Ռուսաստանը իզգոյ է, բա ինչի նույն ֆիկտիվ հանրապետականը գնում է Ռուսաստան ինչ որ գագաթնաժողով թե փառատոնի համասთან, ինչու են իրենք գնում, ինչու իզգոյ պետության հետ տնտեսական համագործակցությունը 22 թվականից հատկապես հետո ինքը ել ավելի է խորացել, ինչու են իրենք դա արել։ Եվ ինչպես սկսեցինք, նաև այդ հարցով փակենք, ի վերջո Փաշինյանին Ռուսաստանում կընդունեն, ինչ է կարծում, կգնան նա։ Ես այսպես ասեմ, այս ամեն ինչից հետո, եթե իրենք նույնիսկ ընդունեն, ես չեմ տեսնում դրանում ինչ-որ մի հատ աշխարհացունց բան, որովհետև իրենք արդեն քաղաքական դիրքորոշումը Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի նկատմամբ իրենք արդեն դրսևորել են։ Ավելին ես կրկին ասեմ, էլի այս թեզը, ելնելով Փաշինյանի քարոզչությունից, ինքը պարտվել է Ռուսաստանի կողմից իր անկալմամբ, ես սա պնդում եմ, աջակցվող 3 քաղաքական ուժերը առաջատարն են ընդդիմության դաշտում, հասարակության ճնշող մեծամասնությունը դրա կողմնակիցն է։ Եթե միջև ընտրությունները այդ 3 ուժերը խուսափում էին հրապարակային համագործակցության մասին խոսել, հիմա լեգալիզացվել է իրենց համագործակցությունը հրապարակային դաշտում, Սամվել Կարապետյանի առաջարկի մասին է խոսքը, իրենք սահմանադրական մեծամասնություն չունեն, տնտեսական խնդիրները շարունակելու են ավելանալ։ Նոր սահմանադրությունը որ բերեն, ինչ են անելու։ Ոնց են այդ սահմանադրությունը ընդունելու, այսինքն ես էլ եմ ասում, իրավիճակը ինքը փոխվել է, բայց այս ամեն ինչը ես հասկանում եմ, պարզը որ Նիկոլ Փաշինյանն էլ է հասկանում, պարզը որ ինքը ճնշումներ է գործադրելու, փորձելու է, եթե մարդիկ վերցնեն մանդատները, խոսքը ընդդիմադիր խմբակցությունների մասին է, վերցնեն մանդատ, ինքը փորձելու է այդտեղից ինչ որ այսպես ասած ձայների գողություն, իրական այս ամեն ինչը իհարկե լինելու է, սա քաղաքական պայքար է, պայքարի այս տակտում Փաշինյանի քարոզչական թեզերի շրջանակներում ինքը պարտվել է Ռուսաստանին։ Ինչ կլինի ապագայում, ցույց կտա շատ մոտ ապագան, չափազանց մոտ ապագան, դա ակնհայտ է։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։